Պրինյուզի եթերում հերթական ուղիղ միացումն է Երևան-Փարիզ ձևաչափով, Փարիզից ինձ հետ կաշխատի Արման Ավագյանը, բարև Արման։ Բարև Գագիկ ջան։ Մեր հաղորդումը նկարահանվում է այսօր մեր բանակի օրն է, առաջարկում եմ երկուսս էլ շնորհավորենք Այո, շնորհավորենք եւ մաղթենք քաջառողջություն եւ իհարկե տոկունություն մեր զինվորներին։ Եվ ով ինչ ուզում է ասի, մեր բանակը մնում է ամենաուժեղ բանակներից մեկը, մեր տղերքներ միշտ էլ ուժեղ են, այնպես որ թող փորձեր չանեն ոմանք թերագնահատել կամ թերարժևորել մեր հայկական բանակը։ Եվ այն մարտական ոգին, որ ունի այն զինվորը, որ պաշտպանում է իր երկրի անկախությունն ու սուվերենությունը, ոչ մեկ չի կարող մրցի, երբ որ պահը գալիս է, ու Աստված չանի, որ դրա պահը գա։ Եվ ընդ որում մի բան էլ ավելացնեմ, այն սպառազինությունը, որ ունի այսօր մեր բանակը, ունի մեր զինվորը, հեսա ապագայում նաև կունենա հագուստը, հանդերձանքը, միայն ուրախություն եմ պատճառում եւ վստահություն, որ բանակում ամեն ինչ կարգին է։ Կրկին շնորհավոր։ Կրկին շնորհավոր եւ մենք պետք է ֆիքսենք, որ մեր բանակում այլևս չկան ոչ մի սովետական տենց մնացորդներ, հետքեր, ձեդավշինաներ, կիլկիներ, սոված մնալ, այսպես ու վերջո շատ ոնց որ թե մի շատ հետաքրքիր համազգեստ է սա փոխվել է լրիվ։ Ես հենց դա էի ասում, որ շատ շուտով ընդհանրապես մեզ վերանում ենք այդ անցյալից, սովետական անցյալից, որի հետ միայն կան այն որ չի աշխատում, փչացած է եւ այլ այսպիսի հիշողություններ եւ դա գիտի աշխարհը։ Եվ բանակի օրվա հետ կապված մի շատ հետաքրքիր գրառում էր արել վարչապետ Փաշինյանը։ Ես ուզում եմ ուղղակի մի հատված ընթերցել այդ գրառումից։ Կներես նու ընդհանուր առմամբ խոսք էր գնում այն ամենի մասին, ինչ որ մենք ամեն օր տեսնում ենք, որտեվ եթե գրառումը ընթերցեմ, բավականին մեծ էր, ու այնտեղ կար մի հատված, որը վերաբերում էր, թե ինչու մեր բանակը չուներ այն սպառազինությունները, որ ունի այսօր, չուներ 18, 19, 20, 21, 22 թվականներին, չուներ, որտեվ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ էր, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով մեր միջազգային գործընկերները վստահ չէին կարող լինել, որ իրենք տրամադրեն այդ զենքը չի հայտնվի ՀԱՊԿ-ի համապատասխան տեղերում, եւ ՀԱՊԿ-ի գլխավորի մոտ, Ռուսաստանի մոտ։ Բնականաբար Ռուսաստանի անուն չի տրվում Փաշինյանի այդ ուղերձի մեջ, բայց ամեն ինչ հասկանալի է, էլի մարդ պետք է կույր լինի կամ խուլ լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Իսկ այսօր Հայաստանը ձեռք է բերում սպառազինություն, որտեղից որ ցանկանում է, ինչքան որ ցանկանում է, ինչ որակի որ ցանկանում է։ Եվ դա ամենակարևորն է, եւ դա շատ էական է մեր այսօրվա բանակի համար։ Ինչ խոսք, եւ այդ պրիվիլեգիան ունի Հայաստանը եւ նաեւ Հայաստանին տրված իր համաձայնությունը Թրամփի ներկայությամբ Ալիևին նույնպես տվեց հնարավորություն վերջո ունենալ ոչ միայն սովետական կամ, այսպես ասենք, զենքեր միայն մի ուղղությունից եւ կախված լինել դրա մեջ։ Այո։ Եվ իհարկե կրկին մեր հիմնական թեման բանակն է բնականաբար, մենք անդրադարձանք, շնորհավորեցինք, բայց Հայաստանին ուղղում են, այսպես ասած, ուղերձներ, որոնք զգուշացնում են Հայաստանին, որ շատ ինքնավստահ մի եղեք, զգույշ եղեք, հիբրիդային հարձակումները դեռ առջևում են, ես ավելին դրա մասին բացահայտ խոսում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, կոչ անելով Հայաստանի շատ զգույշ լինել, որտեղ Հայաստանը հայտնվում է Ռուսաստանի թիրախում, հիբրիդային հարձակումների որպես թիրախ։ Եթե սրան գումարենք նաև
Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ում ելույթը եւ որտեղ հարցերը ուղված Արարատ Միրզոյանին հիմնականում վերաբերվում են Հայաստանին ինչ է պետք եվրոպական գործընկերների կողմից դիմագրավելու այդ հիբրիդային հարձակումներին եւ Հայաստանը ինչ է անում այդ հարձակումների դեմը առնելու համար։ Ամեն ինչ դառնում է շատ ավելի պարզ եւ բացահայտ։ Դրա մասին մենք մի քանի անգամ խոսել ենք, բազմիցս խոսել ենք։ Խնդրեմ Արման։ Ինչ խոսք, մենք դրա մասին խոսել ենք եւ շարունակել ենք դեռ խոսել Հայաստանում հունիսին ընտրություններին ընթരാճ, որովհետև մենք ունենք աներկբայորեն ունենք վտանգ, հա, օտարերկրյա, ինչպես ասենք, օտարերկրյա ուժերի կողմից Հայաստանի սուվերենությունը ռիսկի դնելու փորձերի այո, ակնհայտորեն կան դրանք, այո ակնհայտորեն այն ինչ որ մենք հիմա շատ գեղեցիկ կերպով տեսնում ենք, ուղղակի պետք է մի բան հասկանան մեր հյուսիսային բարեկամները, նույնիսկ ամեն ինչը թողած եւ լրջորեն աշխատող Կիրիենկոն Հայաստանի վրա, որ մենք արդեն շատ բան տեսել ենք, շատ բան հասկանում ենք ու ընդհանուր առմամբ ված չենք խելքից, էլի, այդեն շատ լավ խելացի ձևով ամեն ինչը հմբռնում ենք եւ շատ լավ տարբերակում ենք դավաճաններին, շատ լավ տարբերակում ենք մեր դաշնակիցներին, որովհետև ամեն ինչ ընկել է իր տեղը արդեն եւ ըստ այդմ մենք այդ ամբողջը ցավոք սրտի մեր մաշկի վրա զգալով հասկացել ենք, որ երկու անգամ նույն խնդրի մեջ չենք մենք ուզենա հայտնվել, որովհետև ինչպես մենք կարող ենք այսօր մի բան լսելի լինի մեզ համար, երբ որ այդ արտահայտությունները էլ լսելի չեն ոչ մեկի համար եւ բոլորը արդեն շատ լավ հասկանում են, հա, եւ արդեն անունը կա հիբրիդային գրողներ եւ ոչ մեկ հաճախ նույնիսկ Եվրոպայում, հա, հենց որ ասում են հիբրիդային գրողներ, այնտեղ կողքը բանը արդեն ոնց որ փակագծերում Ռուսաստան, ասենք բոլորը դա շատ լավ հասկանում են, հիբրիդ.ru, հա, երևի։ Հա, հիբրիդ լրիվ դա է, որովհետև ըստ էության իրենց դա դարձել է իրենց երկրորդ զենքը Ռուսաստանի համար, որովհետև այստեղ մի շատ կարևոր պայման կա, որ պետք է մեր ժողովուրդն հասկանա եւ շատ լավ հասկանում են, մենք այդ ուղղակի մենք փորձում ենք անալիզ անել, հա, եւ փորձում ենք նաեւ մեր հեռուստադիտողի հետ միասին պարզել միջև ուր են նրանք այդ հիբրիդային գրողները ինչպիսի ձևեր են ընդունում եւ տվյալ պարագայում դրանք ասենք անցել են, հա, մերթ կարող են անցնել այդ վախի մթնոլորտը ստեղծելու, որովհետեւ ճիշտ է Ռուսաստանը չի կարողացել էքսպորտ անել ինչպես Գերմանիան շատ լավ ավտոմեքենաներ։ Ճիշտ է, Ռուսաստանը չի կարող էքսպորտ անել լավ գինիներ եւ պանիրներ ինչպես Ֆրանսիան, բայց Ռուսաստանը կարող է էքսպորտ անել մահվան գնացող զինվորներ։ Հա, եւ դա նրանց միակ բանն է, լեյբլն է այսօր, հա, դա մահացող զինվորներ եւ դա է որ թունավորող թեյեր։ Չէ, դա։ Դե եթե այդ աշխարհը դա կամ ասենք կամ օղու համատարած թունավորումները, հա, այդտեղ իրենց մոտ դա մասսայական համաճարակի պես բան է, ինչ խոսք, բայց ու այստեղ կա երկու բան, որ պետք է մենք շատ լավ հասկանանք, որտեղ աշխարհի վրա կա երկու բանակ, որտեղ մարտական պատրաստվածությունը շատ բարձր մակարդակի վրա է դրված, բայց մի տարբերությամբ, երբ որ Միացյալ Նահանգներում ակցենտ առաջին հերթին դրված է տեխնոլոգիայի եւ մեծ բյուջեի, արտակարգ բյուջեի, հա, 1 տրիլիոն 500 միլիարդ դոլարի է հասցնելու Թրամփը ամերիկյան բանակի բյուջեն, իսկ եւ չնայած դրան կան նաեւ կռվող զինվորներ, որը Թրամփը հիշեցրեց եվրոպացիներին, հա, մի քիչ, նո ոչ գեղեցիկ ձևով, բայց հիշեցրեց, հա, որ վերջոչո ամերիկացի զորքերը պատրաստ են առաջին ֆրոնտում են կանգնած, իսկ Ռուսաստանին արդեն մնացել են տենց այդ խեղճ ու կրակ մսաղացի գնացող զինվորները, որովհետև միայն դա է մնացել, բայց եւ բանտարկյալները բանտերի։ Այո, եւ այդ բանտարկյալները, որոնք վտանգավոր են, եւ վերջիորդ մենք բոլորս հասկանում ենք, չէ, երբ որ պատերազմը կանգ է առնում, այդ բոլոր կրիմինալը պետք է հետ գա
հասարակության մեջ եւ դա իր մեջ պարունակում է ահռելի վտանգներ եւս, հա։ Իդեպ ես մի պատմական անդրադարձ անեմ, կներես Արման ջան, որ ընդհատեցի, նույն բանը տեղի ունեցավ, հիմա դուք ասես կրկին անցար պատմությանը, բայց դա ես սիրում եմ պատմության դասերը հիշեցնել, 1917 թվականին, որն էլ կրկնվելու շատ դաժան բան ունի, տենդենց ունի։ 1917 թվականին, երբ որ ռուսական բանակը վերադարձավ Ռուսաստան, իսկ ովքեր էին ռուսական բանակի զինվորները։ Բանվորներ, գյուղացիներ, կրթություն չունեցող մարդիկ, ամեն ինչ կորցրած մարդիկ եւ ինչ արեցին, տեսավ ամբողջ աշխարհը, հա։ Մի քանի օր, որ ցնցեց ամբողջ աշխարհը դրա մասին գրքեր էլ գրեցին եւ այդ ցնցումները մեզ 100 տարով ավել, 100 տարուց ավել հետ գցեցին, նաեւ մեզ, որտեվ եկավ հասավ այդ բոլշևիկյան ժանտախտը նաեւ անկախ Հայաստանին։ Ու հիմա Աստված մի արասցե գաղափարական այդ ժանտախտը կրկին գա Հայաստան։ Այ մեր ժողովուրդը դա պետք է հասկանա։ Տես իրենք հիբրիդային ինչ գործիքներ են օգտագործում։ Կարող է դա սուտ է, կարող է եւ ճշմարիտ է, որ իբր թե Ռուսաստանը 165 միլիոն դոլար է նախատեսում նախընտրական շրջանում Հայաստանում իր պրո-ռուսական ուժերին աջակցելու համար։ Դա հնարավոր է, որ իրականում սուտ է, բայց չէ որ որպես գայթակղիչ էլեմենտ այս գործիքը նույնպես օգտագործում է այն մարդու համար, որը մտածում է, ինչու ոչ, գնամ ձենս այս անգամ էլ ծախեմ, քվես այս անգամ էլ ծախեմ։ Հայ ժողովուրդը շատ լավ տեսնում են, որ Ռուսաստանը նույնիսկ պատրաստ է Հայաստանի վրա ծախսել ֆիրմային ռուսական օլիգարխ։ Ու փոքր տենց, հա, փոքր օլիգարխ, բայց տենց ֆիրմային ռուսական օլիգարխ օգտագործել, որովհետև վերջիվերջո մի պահ նստեցին են բանում են ցուրտ վայրում նստել են սենց տակ ման տենց հակել են իրանց նստել իրար մեջ լուրջ քննարկումներ են արել տենց են որ նաշը вот так наше видение, հա, այդ դեմքով, հա, իրար են խոսել են, ասել են դե տեսեք, վրոդի բեն որ Իվանիշվիլին լավ էլ ստացվում էր Վրաստանում, հա, ու այսպես փորձում են այդ բան անել, հա, նորից կիրառել նույն մեխանիզմները։ Երկու անգամ փորձեցին եւ չստացվեց։ Հա, որովհետև եթե մի պարագայում նրանք կարողացան վրաց ժողովրդին, որը ուղիղ սահմանին ու Ռուսաստանի հետ եւ իր մաշկի վրա առաջինը, այսինքն մինչեւ ուկրաինացիները արդեն զգացել է Պուտինյան բանակի ներխուժողական հզորությունը, եթե կարելի այսպես ասել, եւ որի գինը մինչեւ օրս վճարում է լրիվնի Հարա Սաակաշվիլին, եթե չասենք իհարկե ինքն ասենք ամենավերջում Այեն ասենք ամենավերջում ամենաշատ վնասները կրեց ինչ խոսք վրաց ժողովուրդը, որին մաղթում ենք տոկունություն եւ ազատում, բայց մենք շատ լավ պետք է հասկանանք, որ մենք մի ժողովուրդ ենք, որ երբ որ մենք արել ենք հեղափոխություն, մենք այդ հեղափոխության մեջ արդեն included էր մեր մոտ այդ բոլոր այդ ամեն ինչը, որովհետեւ մեր հայ ժողովուրդը հիմար չէ, շատ լավ հասկանում ենք, որ ալկբավե Կրեմլի դրածոներին բերեք մեր վրա փաթաթեք Եվ եթե հիմա կարծում եմ, որ պետք է շարունակեն իրագործել հերթական օպերացիան եւ այստեղ ներդնեն ինչ որ տենց ինչպես ասենք մի ինչ որ էլեմենտ, որը մեզ կարող է լինել ազգակից, բայց տենց մի քիչ տենց Իվանիշվիլի է, մի եք պետք է հասկանան մի բան, որ հայ ժողովուրդը իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար ինքը եթե հարկ է համարում, հա, ինքը 700 միլիարդանոց Իլոն Մասկին էլ կասի բանը գնա, հա, տղաջան լավ է։ Համապատասխան տեղը կուղարկի ու ես քեզ ասեմ, օրինակ Իլոն Մասկի papan դա շատ լավ հասկանում է, որ մեր հետ փայ է երկրում։ Եղավ, ուզեմ ասեմ, մենք պետք է մի քիչ գանք եւ խոսենք, այն որ գիտես, այն որ որտե մեր մոտ բակերում նստած խոսում են, չէ՞, այդ ոչի մեջ պետք է խոսենք, որովհետեւ մեր հիբրիդային հարցակումները պետք է հումորով ընդունենք, էլի, որովհետեւ կներեք, եթե թողես ընդհատեմ հիբրիդային հարցակումները երբ որ տեսնում ենք,
եւ մեկ լսում ենք, որ ասենք ոնց են իրենք ներկայացնում են հիբրիդային հարցակման գլխավոր դերակատար Կրեմլում նստած ռուսական հերոսին, որը օրինակ այսօր ինչպիսի գեղեցկությամբ է նայում, ասենք Լինկոլնի, հա, որը այդ գեղեցիկ արմադան, հա, արմադան, հա, որ հասել է արդեն ուր որ է ոնց որ թե այն միլիարդատեր Խամեյնին եւ հեղափոխության պաշտպանները կաշառակիրության մեջ կորած այդ ամբողջ այդ իրականությունը, ասենք 95 ինքնաթիռ միևնույն ժամանակ կարող է դուրս գալ օդ կամ ասենք օրական 120 հրթիռ եւ ինչ շատ հետաքրքիր է օրինակ այդ հիբրիդային գրողի հետևում կանգնած Ռուսաստանը էլի եւս պետք է կարողանա գոնե Ասադի նման փրկել Խոմեյնիին եւ իրեն տալ Նովո Օգարևոյում տեղ, թե դեռ պետք է երկար օրինակ Խամենեին թաքնվի, հենց լսեց որ Թրամփը եկել է այս թաքստոցից մյուս թաքստոց է։ Մարտունությունը տարեկան ամեն օր տեղ է փոխում։ Իդեպ դու հիշատակեցիր Սաակաշվիլին լինելով էքսցենտրիկ անձնավորություն, միաժամանակ ունի ոչ վատ կրթություն եւ նաեւ տնտեսագիտական, հա, եւ շատ լավ հասկացել է, թե Հայաստանի խաղաղության այս բանաձևը ինչ է նշանակում Վրաստանի համար։ Եվ նույն թրիփը ինչ է, եւ Սաակաշվիլին գրառում էր արել, որտեղ զգուշացնում է, որ շատ շուտով, մենք դրա մասին նույնպես խոսել ենք, հիշում ես, շատ շուտով Վրաստանը դուրս կմնա տարածաշրջանային լոգիստիկ հիմնական ուղիներից։ Այո, իհարկե, եւ այսօր մեր աչքի առաջ ողջ Եվրոպան, Եվրամիությունը եւ Հնդկաստանը կնքում են առևտրային դարի պայմանագիր, որը ենթադրում է առևտրաշրջանառություն 2 միլիարդ մարդու միջև, ամենագնողունակ շուկայի եւ ամենամեծ բնակչություն ունեցող երկրի միջև, եւ այստեղ մի հարց է առաջանում, Արման ջան, այդ ճանապարհներից մեկը որտեղ է անցնելու։ Բնականաբար Հայաստանով է անցնելու։ Հիմա կասեն դուք ընկել եք ֆանտաստիկայի հետևից, ոչ, սա ռեալ տրամաբանությունը, վերցեք քարտեզը, նայեք որտեղ է գտնվում Հնդկաստանը, հեսա շուտով Իրանի հարցերը նույնպես կլուծվի, չնայած մենք մեր հարևան ժողովրդին միշտ լավն ենք ցանկանում, բայց հասկանալի է, որ այդ ժողովուրդը այլևս չի կարող հանդուրժել այն ինչ որ տեղի է ունենում։ Այն որ բողոքի ցույցի համար մարդկանց կարան մինչև 30,000 այդպիսի թվեր են շրջանառվում, ուղղակի փողոցում գնդակահար են։ Եվ Իվանիշվիլի ասեցի, ասում անունս տվեց ներողություն արտահայտություն։ Սաակաշվիլին ուղղակի եկավ ասելու, որ երազանքը վրացական չէ, երազանքը հայկական է, իսկ այլ մղջավանջը վրացական է։ Այո, եւ դա սարերի հետևում չէ։ Հեսա Վենսը արդեն շուտով կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում, բնականաբար Վենսը գիտի ինչ պետք է ստորագրի Հայաստանում եւ ինչ պետք է ստորագրի Ադրբեջանում, իսկ ամենակարևոր այդ ամենի մեջ մեկնարկն է թրիփի շինարարության եւ ընդհանրապես գործարկման մեկնարկն է։ Այո, եւ պետք է մի բան շատ լավ հասկանանք, որ տարածաշրջանում այսօր Միացյալ Նահանգները ներկա են եւ եթե ինչ որ մեկը կասկածում էր, կարող են նորից դնել եւ sense գեղեցիկ երկար նայել, ինչպես Կրեմլում ուշադիր նստած նայում են այդ Լինկոլն նավատորմը 100,000 զինվոր, որոնք ճիշտ է Պուտինի բանակային կառուցվածքի պես ուղղակի մսաղացի կերպով չեն գործում, որտեղ վերջի չենք բարանում, որտեղ աշխարհում երկու տեղ կա, հա, երկու վայր կա, որտեղ բանակում մարդը կենտրոնում չի գտնվում, մարդը մսացու է։ Դա Հյուսիսային Կորեան է եւ Ռուսաստանը։ Երկու բանակները, որոնք հենց մեկի մոտ վերջանում է միսը, մյուսն է ուղարկում։ Ներողություն այսպես խոսելու համար, բայց դա իրականություն է։ Եվ
վերջի վերջո իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները բնականաբար շատ ավելի խելացի են վարվելու եւ 100,000 զինվորը չեն եկել որպեսի մեռնեն եւ վերջի վերջո երբ որ Միացյալ Նահանգները կարող է պետք է հիշեցնենք հա դա եւ դա Թրամփը եւս հիշեցրեց եւ Իրանի դեպքում ասեց գիտեք Վենեսուելայից շատ ավելի ուժեղ է լինելու բայց ինչ մի երկրում երբ որ նա կարող է անել նորից պետք է կրկնենք մի բան որը երազում է 4 տարի անել Պուտինը Թրամփի բանակը արեց մեկ գիշերում եւ այսօր ավելի քան երբեք Վրաստանը հետ գալով նրան ասենք եւ ավարտենք վճարում է իր սխալի դիմաց, այո, սխալի դիմաց, որովհետեւ եւ Եվրոպայից նա երես թեքեց ես պետք է նշենք այստեղ որ ժողովուրդը չէ, այստեղ մի կառավարություն է, որը հլու հնազանդն է Կրեմլին, հա, եւ վերջի վերջո գիտես այդ մարդիկ շատ բոլորն էլ հասկանում են, որ այսօր այդտեղ Վրաստանում արդեն ոչ մի վստահություն չկա, հա, որովհետեւ վերջի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգները միջև Հայաստանը դու պետք է հիշենք, չէ, ինչեր արվեց Վրաստանում, հա, պետք է հիշենք, որ նախագահ Բուշն է եղել Վրաստանում եւ վերջի վերջո պետք է հասկանանք ինչի է Սաակաշվիլին այդքան վատ զգում իրան, որ GD Vance-ն է գալու մեզ մոտ։ Գիտեք ինչ կա, ուղղակի պետք է մի պահ հասկանալ, որ վախը դա պետք է լինի, ինչպես ասենք, արդարացված նաև պետք է լինի, հա, երբ որ մենք վերջերչո տեսնում ենք այդ ամբողջը, մենք միայն կարող ենք ասել տղերք, այդքան որ խոսում եք, մի հատ ձեզ հարցնենք, Պոկրովսկից ինչ կա։ Այո, այո։ Եվ իդեպ նաև Իրանի հետ կապված էլի մի հետաքրքիր զարգացում կար, մենք անցած շաբաթ խոսեցինք այն մասին, որ ռուսական 10-ից 15 ծանր բեռնատար, ռազմական ծանր բեռնատար ինքնաթիռներ էին իջել Իրան, Թեհրան եւ հետո թռել հակառակ ուղղությամբ դեպի Ռուսաստան, այդպես էլ պարզ չդարձավ, թե նրանք ինչ էին բերում կամ ինչ էին տանում, բայց հետաքրքիրն է, որ Չինաստանից նույնպես չվերթներ են սկսվել, շուրջ արդեն 15 ինքնաթիռ է իջել Թեհրան, այդտեղ էլ ահա մոտավորապես կարելի է պատկերացնել, թե նրանք ինչ են բերում կամ ինչ են տանում։ Ամեն դեպքում երկու պետություններում էլ հասկանում են եւ իրենց համար պարզ է, որ Իրանում լուրջ զարգացումներ են սպասվում։ Եվ Չինաստանը, այսպես ասենք, հա, իր որպես այդպեսին իր սիմվոլիկ օգնությունն է փորձում տալ մեռնող, հա, մեռնելուց տասպակաս մոլաների կաշառակերված բռնապետությանը, հեղափոխական այդ պահապանների կաշառակեր, որովհետև տես, նորից գալիս ենք նույն պատմության, այդ կաշառակեր, հա, այդ սովետական բան, այդ կաշառակիրությունը մի պահ արդեն ինքը հասարակությունը ջլատում է եւ վերջի վերջո թուլացնում է։ Վերջին 5 տարում ամենաթուլը հիմա են գտնվում, հա, իրանական ռեժիմը եւ ինչքան էլ Չինաստանը ինչ որ բաներ մատակարարի, պետք է ֆիքսենք մի բան։ Ամերիկյան բանակը, որ այսօր գտնվում է Իրանի մատույցներում, նրա այնտեղ գտնվել արժի օրական $20 միլիոն։ Եվ Թրամփը պատահական ծախս անող չի։ Եվ նա երբեք պատահական ծախս անող չի, բայց միևնույն ժամանակ բյուջետ ունի։ Այսինքն բյուջե կա, խնդիր չէ այստեղ, հա։ Այստեղ խնդիրը ի տարբերություն ասենք, երբ որ կա բյուջե ու կա հնարավորություններ ու կա ուժեղ ռազմատեխնիկա։ Եվ վերջի վերջո մենք այստեղ ուղղակի պետք է շատ հետաքրքրությամբ նայենք եւ ֆիքսենք, որ Իրանի ամենամոտ դաշնակիցները, որոնք Ռուսաստանն են եւ Չինաստանն են, ուղղակի հերոստատիտողի դիրքում են եւ ոչ ավել, երբ որ գալիս է Թրամփի արմադան։ Այո։ Եվ ես ուզում եմ կրկին վերադառնամ հիբրիդային թեմային, քանի որ սկզբում մենք ասեցինք, որ այսօրվա մեր հաղորդման թեման այդ հիբրիդայինն է, որի վրա հա իհարկե կարելի է տեղ-տեղ նաև ծիծաղել, բայց պետքա շատ զգուշ լինել,
Դրա ազդանշանը կրկին տրվեց Ռուսաստանում, կրկին տրվեց այն Ծիտիկյանի կողմից, նույն ինքը Սալավյովի կողմից, որի հավաքված հյուրերը կրկին բարբաջեցին Հայաստանի մասին, իհարկե Հայաստանի անունը չտալով, բայց այդ Ծիտիկյանը ինքը շեշտեց, որ նեղացել են, կանչել են Ռուսաստանի դեսպանին, արտգործնախարարություն, այդ մյուս թողներին ժողովուրդ այդ մյուս պոլիպետն էլ, այսպես ասած, հյուրերից ասեց այդ դրանք, տես վերաբերմունքի եւ դիմելաձևի մասին եւ այդ Ծիտիկյանն էլ ասեց, հա, դրանք։ Այսինքն իրենք հասել են արդեն այդ մակարդակի եւ դա ցույց է տալիս հենց իրենց թուլությունը։ Եվ ավելին շատ օգտակար է, թող ավելի շատ նման հաղորդումներ անեն, դրանով ընդամենը ավելի շատ բացում են մեր ժողովրդի աչքերը։ Եվ գիտես ինչ կա, ես մի բան ինձ պատկերացնում եմ հայ հերոստատիտողին, որ սկրոլ է անում իր հեռախոսը կամ հեռուստացույցով տեսնում է, ու սեն ժպտալով տեսնում է համաշխարհային իրավիճակը, ասում է, այս հեղջերի մոտ էլ ես մի խոսալն է մնացել, թող խոսան։ Հա, իրականում դա է։ Իրականում ուրիշ ոչինչ չկա, հասկանում ես, ուրիշ ոչինչ չկա։ Հա։ Այս ինչքան կարելի է, որովհետև եթե նրանք կարծում են, օրինակ ռուսները շատ լավ կարծում են, որ օրինակ Եվրոպայի վրա դա լավ աշխատում է, հա, որովհետև երբ որ նրանք ասում են վախեցնում են, եվրոպացի գիտեն, որ ասում են սրանք գիժ են, սրանք ռուս իրանց զինվորներին կուղարկեն, գնանք սպանվեն, հետո իրենց հասարակական կարծիքի կողմն են թեքվում եւ ասում են մենք պետք է պատրաստ լինենք վաղը որ մեր երեխաները զոհվեն, հա, բայց պետքա ֆիքսենք մի բան, դա ասում եմ ես ցավով եւ դա նաեւ փառք եմ տալիս մեր նահատակներին եւ նաեւ փառք եմ տալիս մեր բանակին, որ մենք ցավոք սրտի մենք մեր արյունի գնով ենք դա հասկացել եւ այո շատ եւ մենք չենք վախենում կորցրած Արցախով ենք հասկացել թե ինչ բարեկամ մենք ունեինք ճակերտներով, հա, ընդ որում հենց այսօր Լատվիայի հատուկ ծառայությունները զեկույց են ներկայացրել, որով պնդում են եւ զգուշացնում են նատոյական իրենց գործընկերներին եւ Եվրամիության իրենց գործընկերներին, որ չի բացառվում, որ Ռուսաստանը ներխուժի Լատվիա։ Այստեղ փառք Աստծո կրկին, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք այդ երկրի հետ, փառք Աստծո, դե մեկ մարդիկ ասում են, բայց չէ որ կա ռուսական ռազմակայան, այդ ռուսական ռազմակայանը երկիր գրավելու համար իրենից ոչինչ չի ներկայացնում, այսպես ասենք էլի, հա, այդ 2000 զինվորը ոչ մի բան են այդ իմաստով։ Հետո վերջը հենց որ մի քիչ շատ են ասում ենք դե մի հատ նայեք Թրամփի նավատորմին, մեզնից հեռու չի, մեր գործընկեր Թրամփը հենց հիմա մեր մոտ է գտնվում։ Կարելի է ասել լայն իմաստով մեր տարածաշրջանում է գտնվում եւ բնականաբար դա նույնպես մեզ վստահություն է տալիս։ Արմեն ջան, մեզ մնում է ընդամենը 1 րոպե ժամանակ, փորձենք եզրափակել մեր այսօրվա գլխավոր մեսիջը։ Հումորով եզրափակենք, որովհետև գիտես ինչ կա, մենք չենք կորցնում մեր զգոնությունը, բայց նաև մեր ժողովրդին պետք է եւս լինել համարձակ եւ ժողովուրդը մեր համարձակ է եւ ուղղակի շատ հետաքրքիր կլինի տեսնել օրինակ ինչպես է ամերիկյան բանակը շատ հետաքրքիր ձևով, որ դասականի ջույնց հիշացրա ներխուժում, հա։ Այո, շնորհքով ներխուժեցին, հա, շնորհքով ներխուժում են Իրան եւ մեր հյուսիսային գործընկերներին մեկ անգամ եւս հասցնել։ Տղեկ, Պոկրովսկից ինչ կա, Պոկրովսկից։ Այո, ընդ որում Միացյալ Նահանգների բանակի նոր տեխնոլոգիական հնարավորությունները հաշվի առնելով ես վստահ եմ գրեթե, որ ցամաքային ներխուժում չի անի Միացյալ Նահանգները
իրենք ավելի լավ նոր տեխնոլոգիաներ Այո։ ունեն, որով ուղղակի, այսպես ասած, կվերացնեն իրանական ժողովրդի համար գլխավոր սպառնալիքը եւ վերջ։ Այո, եւ դրա համար է որ Խամենեին 86 տարեկանում ամեն գիշեր տարբեր տեղ է քնում։ Հա, բայց դե ամերիկացիները այդ բունկերների խնդիրներ են լուծել, այդ բոլորս գիտենք։ Այո։ Ինչ խոսք։ Շնորհակալություն Արման ջան։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով աշխատում էինք Արման Հավաքյանի հետ, ամենայն բարիք ձեզ։